Ամբողջ խնդիրը նրանում է, որ սրանից 2 թե 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը գտնում է, որ ճիշտ կլինի, որ ընդդիմադիր շարժումը ղեկավարի որևէ հոգևորական։ Ես ասեմ, որ այդ միտքը Ռոբերտ Քոչարյանինը չէր, որ այդ միտքը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը վերջին 5-6 տարիներին միշտ ոչ այնքան էլ ճիշտ վերլուծություններ է անում եւ այդ վերլուծությունները հիմնականում ձախողում է։ 3 օրում Ուկրաինան գրավել, Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները այս Լեռնային Ղարաբաղի համատեքստում հիմի գլխներին են տալիս, թե ինչ կորցրեցին։ Այսինքն իրենք սխալ հաշվարկ են արել։ Իրենց այդ սխալ հաշվարկի պարագայում իրենք մտածել են, այ որ հայերը երկար տարիներ պետականություն չեն ունեցել եւ այդ ֆունկցիան կատարել է եկեղեցին, հետեւաբար եկեղեցու սպասավորի հեղինակությունը այնքան մեծ է, որ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանի հեղինակությունից հաստատ ավելին կլինի։ Իսկ այդ եկեղեցու սպասավորը մերն է ու իր գալուց հետո մենք նորից Ռոբերտ Քոչարյանին կբերենք իշխանության։ Ռոբերտ Քոչարյանը այդ բարձրաձայնեց, այդ սխեմայի մասը դարձավ այն գործիքը, որը այդ բարձրաձայնում է, բարձրաձայնեց այդ 2 տարի հետո Բագրատ Սրբազանը դուրս եկավ, Տաուշից եկավ, գնում էր Լեռնային Ղարաբաղ, հետո Մուշնու Վաններ ուզում, մոտավորապես, այս համատեքստում։